Media Mariam Marcelyan, պարոն Մանուկյանը իր խոսքի մեջ երկու անգամ գոնե խոսեց այն մասին, որ իրենք անքննելի, անսակարկելի եւ անբացի ընդդիմություն են։ Այստեղից բխեցնելով հարցս եւս եմ ուղղում պարոն Մանուկյան եւ ձեզ պարոն Փաշինյան։ Նվազագույնը 2 ամիս առաջ նվազագույնը 2 անգամ դուք քննարկել, սակարկել, վիճարկել եք պարոն Մանուկյանի ընդդիմադիր լինելը։ Հիմա ուզում եմ ճշտել, այլևս այս հարցը իսկապես ձեզ համար սակարկման ենթակա չի եւ դուք պարոն Մանուկյան իսկապես հավատում եք, որ պարոն Փաշինյանը հավատալու է ձեր խոսքերին։ Ձեր թույլտվությամբ նախ ես եմ շնորհավորում մեզ բոլորիս այսօրվա իրադարձության կապակցությամբ։ Ես ասեմ հետևյալը, որ եթե մենք դիտարկենք վերջին ամիսների պատմությունը, կարող ենք արձանագրել եւ նույնիսկ ավելի երկարաժամկետ պատմությունը, կարող ենք ասել, որ այն ամեն ինչ որ տեղի է ունեցել, դա դրա հիմքում եւ խորքում եղել է համագործակցության հնարավորությունների փնտրտուքը։ Այսինքն մենք բարձրաձայնել ենք մեր պատկերացումները, արձանագրել ենք մեր տարընթերցումները եւ այսօր իդեմս այս երեք փաստաթղթի մենք ունենք իրավիճակ, երբ որ այդ տարաձայնությունները գլոբալ առումով հաղթահարված են եւ մենք այսօր նաեւ հուշագրում արձանագրեցինք, որ այդ տարաձայնությունները հաղթահարելու ավելի երկար ճանապարհ ենք բռնել եւ այսօրվա հուշագիրը տալիս է վստահություն, որ մենք այդ հակասությունները հաղթահարել ենք եւ համագործակցության հիմքեր ենք դրել։ Հակասությունները պարոն Մանուկյանի, որոնք պարբերաբար են, այլևս գործներ են։ Ուրեմն տեսեք, մենք ունենք պատմություն եւ այդ պատմությունը ինքը ներառյալ քվեարկությունների պատմությունը ինքը շատ հարցերի պատասխան տալիս է եւ ելի եմ ասում, այսօրվա հուշագիրը, եթե դուք ուշադիր ընթերցեք, ընդհանրապես կարծում եմ, որ քաղաքական փաստաթղթերը արժե որ ավելի ուշադիր դիտարկվեն, դրանց տեքստերը, կոնտեքստը, ենթատեքստը եւ դուք կտեսնեք, որ այսօր մենք ունենք այն, ինչ որ ունենք եւ այս եղածի վրա է հիմնվելու մեր հետագա համագործակցությունը եւ ընդհանրապես հարաբերությունները։ Այսինքն, երբ որ երեք կուսակցությունները իրենց ներկայացուցիչների ստորագրությամբ հավաստում են համագործակցության, երկարաժամկետ համագործակցության հնարավորությունը, դա նշանակում է, որ այդ ժամանակը տվել է մի շարք հարցերի պատասխաններ եւ առաջիկա համագործակցությունը կտա ելի մի շարք հարցերի պատասխաններ։ Շնորհակալություն, ես նույնպես անդրադառնամ, ուրեմն, տեսեք, այո, երեք քաղաքական ուժերը տարբեր են։ Երեք քաղաքական ուժերը եւ գործիչները, որոնք որ անդամակցում են եւ հիմնադրել են այդ ուժերը, տարբեր են։ Տարբեր ճանապարհներ են անցել։ Եվ յուրաքանչյուրն ունի իր անցած ճանապարհի պատմությունը։ Սակայն մեր տարբերությունները միանշանակ մեզ հզորացնում են եւ արդեն պարոն Փաշինյանը պատասխանեց ժամանակին եղած քննարկումները, քննադատությունները այդ ամենը եղել է նաև ինչ-որ կերպ ասած նույն տեսակի մոտավորապես գոնե նույն տեսլական ունեցող մարդկանց միավորման եւ ինչ-որ ընդհանուր մոտեցումներ գտնելու ճանապարհին։ Եվ այս առումով տեսեք, մենք նաև քննադատում ենք նրա համար, որ չենք միանում։ Այսինքն մեզ ոչ միայն քննադատում էին նրա համար, որ անհաշտ էինք ինչ-որտեղ, հա, այլև քննադատում էին, որ մենք չենք միանում։ Քննադատում էին, որ կա հանրային պահանջ ընդդիմադիր դաշտում ներառական պրոցեսներ սկսելու։ Եվ մենք վեր կանգնելով այդ ամենից, բնականաբար քննարկելով այդ ամենը միասին, մենք սկսում ենք շատ կարևոր մի նոր ճանապարհ, որ հենց այն ներառական պրոցեսն է, որի մասին այստեղ բոլորս խոսեցինք։ Եվ ես վստահ եմ, ցանկացած տարաձայնություն ավելի ցածր արժեք է, թե մեզ, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, քան թե այն ընդհանուր շահը, որը մեզ միավորում է Հայաստանի Հանրապետության համար։ Շնորհակալություն։ Երբ որ Սերժ Սարգսյանը կոնսուլտացիաներ էր անում սահմանադրական փոփոխությունների եւ այլն մասին, իր մոտ կանչում էր տարբեր քաղաքական գործիչների, մասնավորապես պարոն Մանուկյանը, եթե չեմ սխալվում, մասնակցեց դրան, դա շատ վատ ընդունվեց հասարակության կողմից, տարբեր պիտակներ եւ այլն, եթե հիշում եք Սերժ Սարգսյանի հաճախորդ եւ այլն անվանում են որոնք նրանք, ովքեր գնում էին իր մոտ այդ խորհրդակցությունների մասնակցելու։ Ընդհանրապես ձեր մոտեցումները
մասնավորապես պարոն Փաշինյանի եւ պարոն Մանուկյանի ուղղված Սերժ Սարգսյանին շատ տարբեր են այս առումով։ Եթե պարոն Փաշինյանը լրիվ մերժողական եւ ճատակով այդ դիտակն է բոլոր նրանք, ովքեր Սերժ Սարգսյանի դուրն են գնում, այսպես ասած, դուք այդպես չեք մտածում։ Դա չի խանգարում ձեզ համագործակցելու առումով։ Շնորհակալություն, նախ պետք է ասեմ, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը իր հիմնադրման օրից հայտարարել է, որ մասնակցային քաղաքական միավոր է։ Եվ ես ինքս որպես մարդ, որպես քաղաքական գործիչ, նախկինում իմ ունեցած իրավապաշտպան փորձով, ես ինքս մասնակցային process-ների կողմնակիցն եմ։ Եվ ես իմ բոլոր մոտեցումները միշտ հիմնավորել եմ, թե ինչի համար եմ արել։ Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների շրջանակներում այդ կոնսուլտացիաների, տեսեք, մարդիկ կան հանդիպում են երկրի նախագահի հետ Սերժ Սարգսյանի հետ, բայց դա թաքուն է տեղի ունենում։ Ես հանդիպել եմ հրապարակային։ Մի անգամ հրավեր է եղել, որ հանդիպենք այսպես կոչված անկախ պատգամավորներով սահմանադրական բարեփոխումների ժամանակ, ինչը մերժվել է իմ կողմից։ Երկրորդ անգամ հրավեր է եղել, որտեղ պետք է մասնակցենք ես եւ Թևան Պողոսյանը։ Եվ ես գտնում էի, եւ հիմա կարծում եմ ճիշտ ենք արել, որ լավ հնարավորություն է դեմ առ դեմ ներկայացնել մեր մոտեցումները իրականացվող process-ի վերաբերյալ։ Եվ մանրամասն մոտավորապես 2 ժամ տարբեր հարցերը հենց այդտեղ լոբինգ է արվել։ Եվ դուք կարող օրինակներով անգամ ասել, մարդու իրավունքների գլխում բաներ կան, որոնք որ այդ հանդիպման արդյունքում է, որ այդ ձևով է ամրագրվել։ Ավելին, ովքեր որ այդ ժամանակ եւ դրանից հետո ասում էին, որ հաճախորդ, չգիտեմ ինչ այլ, ինչը ըստ էության երկու ուժերի մեջ չի եղել։ Նրանք հետագայում, գիտեք, հանդիպում թե են խմում, իրար տներ են այցելում բան։ Այսինքն, այս շատ կարևոր հանգամանք է։ Հայաստանում մարդիկ կան, որ մոնոպոլիա ունեն իշխանությունների հետ հանդիպելու, եւ դա ճիշտ է։ Բայց եթե մյուսներն են հանդիպում, այն նրանք հաճախորդ են։ Այս մոտեցումները բնականաբար որևէ կերպ չեն կարող առաջություն ունենալ մեր հետ եւ յուրաքանչյուր հնարավորություն, որը բերում է նրան, որ փոփոխություններ բերենք, որ ինչ-որ կերպ ազդեցություն ունենանք, այդ հնարավորությունը մենք օգտագործել ենք։ Ես ըստ էության եւ հրապարակային եմ ասել դա միշտ, այսինքն այս առումով որևէ խնդիր չի եղել եւ անգամ այդ որ հարցը տվեցիք, անգամ մեր քննարկումների ժամանակ այդ հարցը չենք քննարկել, չի եղել նման հարց։ Շնորհակալություն։ Ես կուզենայի ավելացնել, որ թե Նիկոլ Փաշինյանը, թե Էդման Մանուկյանը բացարձակ տարբեր մարդիկ են եւ միասին նույն ճանապարհով գնալը կամ հետագայում մեկ ուժ դառնալը բացարձակ չի նշանակում, որ բոլորս պիտի դառնանք Նիկոլ Փաշինյան կամ բոլորս դառնանք Էդման Մանուկյան կամ Արամ Սարգսյան։ Մեր առավելությունը նաեւ դրանում է այդ բանավեճերն են, որ բավականին լուրջօգուտներ են տալիս, հավատացնում եմ ձեզ, որ մեր այսքան հանդիպումների ժամանակ ինչը տեղի է ունեցել, կոնկրետ այս ուշագիրը ստորագրելու առումով, այդ հարցը չի քննարկվել, որովհետև այդ հարցը համարվել է լուծված, ավարտված, վերջացած։ Ինչ վերաբերվում է ֆինանսների հարցին, որտեղից ենք հայթայթելու, երկու կուսակցությունները դրա մահավաք են անում, մեր մասով հարցը չտրվեց, ես ասեմ, որ ես հակված եմ գումար հայթայթել ոչ թե մեր ընտրությունները կամ ընտրաշահը ֆինանսավորելու համար, մենք միավորվել ենք, որ գումար հայթայթենք, ներդրողներ հայթայթենք Հայաստանի բյուջեի համար, Հայաստանի ապագայի համար, մեր միությունն էստեղ է, որտեղ մեր տնտեսությունը պայթում է, որովհետև վերջին մեկ տարում մեր երկրի ներդրումային ֆոնդը 0 է, չկա, միայն վարկերի վրա է, միայն պարտքերի վրա է եւ գումարի խնդիրը լուծել է պետության մակարդակով, ոչ թե ընտրությունների կամ առանձին վերցրած կուսակցությունների։ Շնորհակալություն։